Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի ցեզ եւ մեզ մեծ ավետիս սիրելի հավատացյալներ հավաքված ենք ինչպես ամեն տարի մեր եկեղեցվո եւ մեր ժողովրդի ավանդության համաձայն Քրիստոսի ծննդյան եւ աստվածահայության դոնը դոնելու Հունվար 6-ին։ Հունվար 6-ը մեր ավանդական թվականն է, որ սկիզբեն ի վեր մեր ժողովուրդը անոր հավատարիմ մնացած է։ Այնպես ինչպես Աստված 7 օրվա իր ստեղծագործության արարքի մեջ 6-րդ օրը կստեղծե Ադամը եւ Եվան եւ նախամարտը ստեղծել են Ադամը եւ Եվան ստեղծել են վերջ գսե որ ամեն ինչ շատ լավ է եւ դժբախտաբար ստեղծագործության մեջ մեղք կա եւ այն ինչ որ հրճվանք եւ ուրախություն պիտի դար անիկա գործվի մեղքին պատճառով նույն ցավով մեր եկեղեցին Քրիստոսի ծնունդը գտնե նոր դարվան 6-րդ օրը որբեսի մեզի է ահա նոր Ադամը գծնի եւ այդ նոր Ադամի միջոցով Աստված մեզի ուքա փրկություն դալու մեզի ուքա ասելու որ ցեզի հետեմ անինչ որ առաջին Ադամը գծախողի ենել երկրորդ Ադամը Քրիստոս մեզի գբերե որպես փրկություն այս դոնը ամեն մեկուս կյանքի մեջ դարբեր իմաստ ունի դարբեր նշանակություն ունի անոնք որոնք ավելի ավանդական դեղերը գուքան Հայաստանեն կամ ինձիպես միջին արևելքեն գիտեք որ հունվար 5-ը եւ 6-ը դարբեր իմաստ ունի դարբեր արժեք ունի մեր կյանքի մեջ եւ երեք ես այդ մտածումներուն մեջն էի կմտածեի թե մանկության ինչպես կդոնեինք ծնունդը մեր կեցած ծնունդ հայկական ծնունդ չէին ասել ծնունդ կսեինք որովհետեւ ուրիշ բան չէին գիտեր ինչպես կդոնեինք ծնունդը եւ ինչ մանրամասնություններ կային որոնք կարեւոր էին մեր կյանքի մեջ եւ սկսա մտածել որ քիչ վերջ եկեղեցի պիտի երթանք եւ հավանաբար հազիվ 10-15 հոգի պիտի տեսնենք մարդ պիտի չլա եկեղեցի մեջ եւ դխրությունը եկավ վրաս որ չգրծա բացատրել թե ինչու որտեղ են ուկա աստղությունը հին օրորու հիշատակներ են կամ ակնկալություններ են որոնք չեն իրականանար եւ քանի մը վարգյան ուզեցի առանցին մնալ եւ այդ առանցին մնացած վարգյաններուն Գարձեք թե Աստված իմ արջևս բերավ Քրիստոսի ավետարանը Ղուկասու համաձայն Ղուկաս ավետարանիչ մեզի կպատմե թե ինչպես Մարիամ եւ Հովսեփ իրենց շրջանեն ելելով գերտան դեպի Բեթլեհեմ թեև Հովսեփ այդ շրջանեն էր բայց հավանաբար բնավ Բեթլեհեմ չէր եղած գերտա այնտեղ մարդը համարին համար եւ այնտեղ երբ կհասնին այն ասկականները որոնք իրենց համար դուն պիտի դային դեղ պիտի դային կսեմ որ դունի մեջ տեղ չի գա բայց դունին փագած կամ դունին մեկ բաժինը եղող այն շրջանը կամ այն տեղը ուր որ հատկացված էր գենթանիներուն անասուններուն ահավասիկ այնտեղ դեպի իրենց եւ այդ մինագության այդ առանցնության մեջ Քրիստոսը գծնի Եվ երբ մտածեցի այդ մասին, տեսա, որ մենք ալ որպես հայեր, հավատարիմ մնալով հունվար 6-ին, չի մտնելով 25-ի դոնակատարություններուն, մենք ալ մեր անասության մեջ Քրիստոսն է, որ գտեսնենք։ Գնույնանանք այդ մսուրին, գնույնանանք այդ սենյակին, ուր Հոսեփ, Մարիամ և Հիսուս առանցին էին։ Աստուծո որդին գծնի լրության մեջ, հանդարության մեջ։ Եվ մենք ալատ լրության և հանդարության մեջ կշարունակենք փնտրել և գտնել Քրիստոսը, որ մեր փրկիչն է։ Սակայն ուզեմ ասել, որ ասիկա կարոզեն կապ չունի։ Երբ որ եկեղեցի եկանք եկեղեցի լեփլեցուներ երեք եւ անիկա բոլորիս անշուշտ մեծ ուրախություն տվավ։ Վերադառնալով կարոզին այսօր գարտացինք Մատթեոսի ավետարանեն այն բաժինը, ուր հրեշտակը Հովսեփի գերևնա
եւ Հովսեփին գսե որ Մարիամը հղի է եւ իր որովայնի մեջ եղած Սուրբ Հոգի է։ Եվ բնականաբար Հովսեփ իր մտահոգ եւ վախի վիճակի մեջ հրեշտակը իրեն գսե որդիմը պիտի ծնի Մարիամ եւ անոր անունը պիտի տնես Հիսուս, որովհետեւ անիգա իր ժողովուրդը պիտի փրկե։ Անոր անունը Հիսուս պիտի տնես, որովհետեւ անիգա ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե, այսպես գսե հրեշտակը։ Այսօր մեզի համար արդեն երբեմն մոռացված է իմաստը, ինչ կնշանակե Հիսուս։ Հիսուս եբրայերեն այն անունն է, որ կնշանակե Աստված կփրկե։ 5 դարանի մեջ հեսուն կար Ջաշուա։ Եվ անիգա այն մարդն էր, որ Մովսեսին հետ ինք առաջնորդեց ժողովուրդը օդար երկրեն դեպի խոստացված երկիրը։ Ցեվով մի իրենց քաղաքական ազատություն տվավ։ Բայց Հիսուս կա ասել որ ես ցեզի հոգի փրկություն պիտի տամ։ Անուններ կան սիրելիներ, որոնք հին աշխարհի մեջ շատ հadouk ցևով դրված են։ Ամեն մեկ անուն իր իմաստ ունի։ Հրեշտակը սկիզբեն կա ասել որ Քրիստոսի ծնունդը մարդոց փրկության համար է։ Եվ ասիկա այսօր ուզեմ այսօր մասին կենտրոնանանք։ Շատ հաճախ մեզի համար ավանդության վերածված է։ Մեզի համար սովորություն եղած է, դարին անգամը ծնունդ կդոնենք։ Եվ կհավաքվենք, կուտենք, կխմենք, նվերներ կփոխանակենք, բայց չենք մտածել ինչու համար Քրիստոսի ծնունդը կպատահի։ Այնպես չէ որ Աստված ուրիշ բամը ընելիք չուներ, ցանկացած էր որդին ղրկեց։ Քրիստոս կծնի մեր մեղքերուն համար։ Քրիստոսի ծնունդը Աստծո մարտահացումը այն խորհուրդն է, որ սեր գարահայտ է։ Աստված մեզ այնքան կսիրե, որ իր որդին կղրկե, որովհետև Աստված գիտե, որ մենք մեզ չենք կրնար փրկել։ Որքան լավ կյանք ապրենք, որքան մաքուր կյանք ապրենք, որքան մեղքերը փորձենք հեռումնալ, մենք մեր ջիկերով չենք կրնար, որովհետև մենք անգադար ենք, մենք մարտարարածներ ենք։ Եվ անոր համար Աստծո սերը պետք ունենք, Աստծո կուտը պետք ունենք։ Եվ այդ Աստծո սերը եւ կուտը մանուկ Հիսուսի ընդմեջ են մեզի կդրվի սիրելի հավատացյալներ։ Եվ ճիշտ այս պատճառով է որ մեր եկեղեցվո շարականը շատ գեղեցիկ ցավով գսե խորհուրդ մեծի մեջ զիվասն մեր մարմնացավ, որովհետև անիգա մարմին արավ մեզի համար, ինձի համար, ցեզի համար, ամեն մեկուս համար։ Քրիստոսի ծննդյան աստոնին ուզեմ որ այսօր մասին մտածեք թե Աստված ոչ թե միայն կմարտեղանա, այլ Աստված խաչին վրա գել է մեզի համար։ Այս տարի երբ հավաքված ենք այստեղ նոր դարվան բացվող այս առաջին օրերուն գտոնանք Քրիստոսի ծնունդը իմ բարեմաղթություններս կուզեմ փոխանցել ցեզի եւ աղոթել որ այս բացվող դարին ըլա այնպիսի դարիմը որ մենք մեր հոգևոր կյանքի մեջ ունենանք ավելի արմություն։ Այս տարի ուրախ եմ որ մեր վեհապար հայրապետը նորին Սուրբ Օծություն դերդեր Արամ առաջին կաթողիկոսը 2026-ը հռչակած է որպես հոգևոր կյանքի վերազարթոնքի տարի։ Կնշանակե որ վեհապարը եւ մեր եկեղեցին ուզենք որ մենք կենտրոնանանք մեր հոգևոր կյանքի վրա։ Վերստին արթնցնենք մեր հոգևոր կյանքը։ Եվ մենք որպես Սուրբ Սարգիս եկեղեցի բոլորիդ մասնակցությամբ պիտի փորձենք դարբեր ծևեր գտնել, որ մեր անձնական եւ մեր քաղուտի կյանքը, հոգևոր կյանքը վերազարթոնքի ենթարկենք, որովհետեւ առանց այդ հոգևոր կյանքին մենք մեռած ենք եւ չենք ուզեր որպես ողջ մեռել թափարի, ուզենք որ արթուն լինենք հոգիով։ Հետևաբար իմ հրավերս է, որ բոլորս մասնակցենք եւ այս տարիով նոր շրջանը սկսի, հոգևոր վերազարթոնքի շրջանը սկսի մեր անձնական եւ մեր եկեղեցու կյանքի մեջ։ Dear brothers and sisters, good morning. Merry Christmas. Today we are gathered here to celebrate the nativity of our Lord Jesus Christ. In the Gospel, the accounts of the nativity are presented to us
in two different ways. We have Matthew, who presents a certain part of the account, and we have Luke, who presents the other parts. In Matthew, we see the three wise men, and in Luke, we see the shepherds. I've always preached on the combination of the wise men, the magi, and the shepherds coming together. But this year, I will preach only about the three wise men. The other day, we were having a conversation, and someone asked me, what are the names of these three wise men who came to visit Jesus? And I said, I don't know. The Bible doesn't mention anything about the names. And although in the Armenian tradition we have certain names that are given to the three wise men, but I haven't read any academic accounts giving us the names of, and the names doesn't matter. All we know that these were three people, observant people maybe, people who would reading the signs, the universal signs, the cosmic signs. And when they saw the star, they went to see what was happening. And the part that I want to preach on is the following. The three wise men coming east, they go to the king, who was Herod at that time. And then they asked him, we've heard about the birth of the new king, and we have come to worship the new king. Where is the new king? And Herod is perplexed. Not only he doesn't know anything, but he is stricken by fear. And he invites the priests, the scribes, the people who knew the scriptures at that time. And he asks them about when and where this new king would be born. And the scribes and the priests who had the knowledge, they check the scriptures and they say, the king must be born in Bethlehem. That's the prophecy. And then these three wise men, instructed by Herod, they go to find Jesus. And Herod tells them, when you find him, come back and tell me where he is, because I also want to worship him. So this encounter between Herod, the priests and the scribes, and the three wise men is what I want to focus on today. Herod, when he hears about the birth of Jesus, he is afraid. He is afraid because Herod was a person who was self-absorbed. He only thought about himself. He only thought about his own insecurities. And hearing about the birth of Jesus, the birth of the Messiah, maybe made him feel more insecure. Made him think about what's going to happen to him. The priests and the scribes, they only focused on what they knew. But the three wise men were curious people. And I'd like you to do something that I've always asked you to do. I'd like you to immerse yourself in the story. And ask yourselves, who am I in that story? Am I Herod? Am I the part of the priests and the scribes? Or am I one of the wise men? And sometimes the answer is a combination of all three. Sometimes we can feel so self-absorbed. We can think about our insecurities, about what's going to happen to us. What are we doing in life? How much money are we making? When we keep thinking about ourselves, we fail to see what God has to offer to us. Sometimes we could be stuck in the knowledge that we have. We say we know everything. We know enough. And that knowledge keeps us stuck. We don't grow anymore. But I would like us to be like the wise men, who, among other things, they had a sense of curiosity. They were curious. And that curiosity led them to go and find Jesus. In life, we need to be curious, my brothers and sisters. We cannot claim that I used to go to church when I was young. I used to pray when things were bad for me. I'm not enjoying going to church because that time when I went there, I spoke for 20 minutes and I fell asleep. And I promise I'm going to cut it short today. I'm not going to make you fall asleep. If you have a sense of curiosity, that curiosity pushes you to come and encounter God. And the wise men are pushed to go and encounter God. And this is what happens.
when they encounter baby Jesus, when they find what they are looking for, they bow down and they worship. In life, all of us are seeking. But sometimes even when we find the evidence, and I'm saying this between quotes, when we find the evidence, sometimes the sense of pride, the sense of knowledge that we have will prevent us from bowing down and worshiping and accepting. The wise men teach us to bow down and worship. And I said this 2 weeks ago, I believe. If we don't worship God, we are worshiping something else, someone else. And there's a very good chance that what we are worshiping is ourselves. And there's nothing that should be worshipped in ourselves. Only God deserves the worship. After they encounter Jesus, the angel tells them to change the way, not to go to heaven, to find a new way to go back home. We may find this to be very technical detail in the gospel, but in reality, this is the life, the spiritual life. Once we find Jesus, we have to find a different way. We cannot use the same old ways, because those old ways will not work for us. So the nativity, the message of nativity, is reawakening, spiritually inviting Jesus to be born within us and show us that different way. Today, at the end of the service, we will have the ceremony of the blessing of the water. Because today in our church, we are celebrating not only the nativity, but also the Epiphany. It is the birth and the baptism of Jesus. At the end of the service, we will bless the water, and we will take the blessed water with us home. And this symbolizes our own baptism also. We are baptized Christians. We are bought at a price. Christ is born in our hearts, and with his birth, he has made us new people. Embrace that idea of being new, be renewed, and let us all continue glorifying God here at Սուրբ Church. Թող Աստված օրհնի ձեզ բոլորդ, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Ամեն։